Սաղմոսներ 18-ից 22-րդ Երկինքը պատմում է Աստծո փառքը, և երկնքի հաստատությունը հայտնում է նրա ձեռքի գործերը, օրը օրվան միտք է հաղորդում, և գիշերը գիշերվան գիտություն է ցույց տալիս, չկան բառեր, ոչ էլ խոսքեր, դրանց հնչյունները լսելի չեն, ողջ երկիրն է բռնել ձայնը նրանց, և մինչև աշխարհի ծայրն են հասել խոսքերը նրանց, արևի մեջ նա վրանն իր խփեց, իսկ ինքն ասես փեսա լինի, որ ելնում է իր արագաստից, ցնծում է նա որպես հսկա ընթանալով իր ճանապարհով, երկնքի ծայրերից է նրա ծագումը, իսկ դադարը մինչև ծայրերը նրա, ու չկա մեկը, որ թաքնվի նրա տապից, Տիրոջ օրենքն անբիծ է և վերափոխում է հոգիները, Տիրոջ վկայությունն նստույգ է և իմաստուն է դարձնում տհասներին, Տիրոջ արդարությունն ուղիղ է և զվարճացնում է սրտերը, Տիրոջ պատվիրանները լույս են և լույս են տալիս աչքերին, Տիրոջ երկյուղը սուրբ է և սուրբ է մնում հավիտյան, Տիրոջ դատաստանները ճշմարիտ են և ինքնին արդար, ոսկուց ու շատ թանկագին քարերից ցանկալի են դրանք, նույնպես և քաղցր, մեղրից ու խորիսխից ավելի, և քանի որ քո ծառան պահպանում է դրանք, պահպանելու վարձը մեծ կլինի, նրա հանցանքներնով կարող է մտքում պահել, իմ գաղտնիքներից մաքրիր ինձ Տեր, օտարներից պահպանիր քո ծառային, որ նրանք ինձ չտիրեն, այն ժամ ես անբիծ կլինեմ ու կմաքրվեմ մեծ մեղքերից, թող քեզ հաճելի լինեն բերանիս խոսքերը, և սրտիս խորհուրդներն հարաժամ քո առջև լինեն, Տեր, օգնական իմ և փրկիչ։